Դեպքում են քանակեղ Կիլոպյանամերուց տարածքում, որը շոթին բնակատեղի է եղել, միշտ բնակեցված է եղել, սկզբից մոտենանք խնդրեմ, այս խաշքարերին, զույգ խաշքարեր, ոստեղ որոնք շոթ բազմազան են, այսպես մոտենանք խաշքարերին, խնդրեմ ժողովուրդ ջան, խաշքարերը, տարածքը շոթին է, տարածքում կան հարյուրավոր խաշքարեր, տարբեր դարերի, տեսեք այս խաշքարի չափսը, ինչքան մոխրելի, քարաբեկորի վրա է, սա նույնպես անմշակ քարի վրա թևավոր խաչ քանդակած, իսկ հիմա մոտնանք Սուրբ Խաչ մոտուրին, սա դամբարանադաշտ է, ժողովուրդ ջան, բազմաթիվ տապանաքարերով, խնդրեմ, սա Սուրբ Խաչ մոտուրն է, հիմա մոտնանք Սուրբ Խաչ մոտուրին, այստեղ մատ մեզ քարկացույց տան տապանաքար, խնդրեմ, ինչ մեծ տապանաքար է, ամբողջովին քայքայված, այս կողում քանդակի մնացորդները մնացել են, բայց դե ինչ անենք, իսկ հիմա մոտենանք արդեն Սուրբ Խաչին, սա Պորիսպի մնացորդներ աշ, տեսեք ժողովուրդ ջան, այսպես շարունակում է մինչև ծովափ, մոտավորապես երևի կամ թեքում է դեպի օջ, սա արդեն Սուրբ Խաչ մոտուրն է, այնտեղ շատ գեղեցիկ 9-ից 10-րդ տարի խաշքար կա, խնդրեմ, այստեղ արդեն Սուրբ Խաչ մոտուրը, Սևանա լիճն է հետևում, շատ տաքրքիր խաշքարեր կան, խնդրեմ բոլորը 9-10-րդ տարի կարելի ասել, այսպես գտնվում է Գավառի համայնքի տարածքում, Կարմիր գյուղի գոմերում է, խնդրեմ ժողովուրդ ջան, տեսեք, ինչքան տաքրքիր խաշքար է, սա նույնպես մոտուրը, այս կողմով մոտենանք, այս կողմի խաշքարը տեսնենք, հետո մուտքը գործենք մոտուր, խնդրեմ ժողովուրդ ջան, տաքրքիր խաշքար, սա նույնպես տաքրքիր խաշքար, սա արդեն քայքայվել է, բայց տեսքը չի կորսրել, խնդրեմ, սա Սևանա լիճն է, սա երեխաները տարածքում on են գալիս, իրանց ավեսով խաղում են, քանի որ այստեղ հենց իրենցն է, որ պատկանում է, մոտուրը թվագրվում է 1228 թվականին Սուրբ Խաչ, խնդրեմ ժողովուրդ ջան, մոտուրը կոչվում է Սուրբ Խաչ, վերանորոգվել է Պարքև Ղազարյանի կողմից 2000 թվականին, սա արդեն մոտուրի ներսն է, խնդրեմ ինչքան մաքուր, շատ գեղեցիկ, մարդիկ վերացան, պատկերներ են թողած, գեղեցիկ նկար, ինքը գտնվում է Մայրուղին շատ կից, Գավառ Մորդունի Մայրուղու ծաղ կողմ, մոտենանք այս կողմի խաշքարերը ցույց տան ժողովուրդ ջան, տեսեք ինչքան, այստեղ կա թևավոր խաշքար, որը գեղարքունիքի մարզան շատ քիչ են, մատ քևար դարի գլխում կա, մատ այստեղ խնդրեմ, տեսեք խնդրեմ ժողովուրդ ջան, թևավոր խաչ, շատ հետաքրքիր օրինվածքով, ասում տարածքում կան հարյուրավոր խաշքարեր, այն կողմի վրա Կիլոպյանամերոցի պոլիսներն է, հեսա քիչ հետո կմոտենանք ցուցադրեմ, Սուրբ Գևորգ եկեղեցին է, շատ հզոր բակով, տապանաքարերով, խաշքարերով,
Ընդամենը գտնվում է Գավառ Մարտունի Մայրուղի ցախ կողմում։ Ճանապարհը շատ լավ երևում է։ Բոլորիդ խորհուրդ եմ այցելել, հիմա դուրս գանք։ Խորհուրդ կտամ տուրիստական ընկերություններին, եթե գնում են Արմաղան եւ այլ 5 րոպե դադար վերցնեն մտնել այս տարածք, քանի որ ինքը շատ լավն է։ Եզակի խաչքարերի նորիրև անցքներով։ Ահա ժողովուրդ, տեսեք բոլորը 9-0 տարի խաչքարեր։ Ու նման շքեղություն։ Ինչպիսի գեղեցկություն։ Չեթեում նույնպես կան տապանակարեր, հետաքրքիր քանդակներով, շատերի ժամանակին չեն դիմացել, երբ տեսեք ամբողջության քայքայվում այս մի խաչքարի տապանակարի կներեք, տեսեք զարդաքանդակ ինչքան լավը պահպանվել այս կողմում, իսկ այս կողմից ամբողջովին քայքայված է։ Գտնվում ենք, տեսեք, Կորմիկ գյուղի տարածքում, Գավառ համայնք, Տիկրոպյան ամրոցի տարածքում, շատ գեղեցիկ վայրում։ Սուրբ Գևորգ մատուռն է, եկեղեցի, գուցե 9-րդ տարի խաչքար, սա նոր են դրվել, սա արդեն հիրն է։ Տեսեք ինչ հետաքրքիր է ժողովուրդ, այսպես այստեղ պետք է խոնարհվենք ու այսպես առաջ անցնենք բացարձակ շաղախ չի օգտագործվել, տանիքը նոր վերանորոգվածացելով մի 40-50 տարի առաջ է վերանորոգվել, այստեղ կան խաչքարեր, սա խորանն է, սուրբ սեղանը, ահա, շատ են խաչքարերով, այստեղ նույնպես, սա պատերի մեջ կարգուցված, ամբողջովին, այստեղ նախկինում եղել է իր դուռը, որը փակվել է, մյուս կողմում կա խաչ, հեսա դուրս գանք ցույց կտանք, սա գերաններն է կաղն է, շոտին, դա քրքի տեղ է, դուրս գամ ասած ցույց տամ, այսպես եկեղեցուց դուրս գալով, դա քրքիր մուտք ունի, այսպես դուրս են գալիս, ասեն կողքի հատվածը, որը շատ տպավորիչ է, այստեղ ևս կա, խնդրեմ, Սուրբ Գևորգ, այդպես է տեղացել են ասում, ես չգիտեմ, սա ևս եկեղեցու մեկ կառույց, սա եղել է մուտքը, որ ասում է, այստեղով էլ է մուտքը, բայց փլվել է, հիմա դուրս գանք, ասենք, կողքի հատվածը ժողովուրդ ջան, այստեղ և ասում ենք, հաջող Սամվել ջան, հաջող ցավդ տոնը, անցնենք արդեն, չգիտեմ, ոսկրոցիոն, որտեղ արդեն խաչքար, խոսրովը սա, այստեղ ներսում խաչքար կա շատ սիրում, սա եղել է մուտքը, տապանակար, կոտրված խաչքար, տապանակար, սա մուտքն է, այստեղով որ ներսում մտնում շատ գեղեցիկ խաչքար կա, խնդրեմ, տոզերորդ տար մոտավորապես, սա տապանակար է, շատ գեղեցիկ, պատկերաքանդակով, այս կողմը խաչերն են, այս կողմը նույնպես զարդախաչեր, սա եկեղեցու գերեզմանոցն է, տեղացիները Սուրբ Գևորգ են ասում, տապանակար, խաչքար, իսկ հիմա այնտեղ գտնվում է Կիկլոպյան ամրոցը, մոտնանք Կիկլոպյան ամրոց, Սևան առաջի գեղեցիկ ֆոնին, մոտնանք Կիկլոպյան ամրոց, տեսեք ինչ տեսարանն է, անմահական,
ժամերով նստես, ամերոցին ու նայես ծովին։ Պոլիսների վրա։ Նայեք Եգիպտոսի պոլիսներն է։ Տեղ-տեղ շատ լավ պահպանված։ Խնդրեմ տեսեք, սա Սուրբ Գևորգը, նա Սուրբ խաչը։ Այստեղ սովետական միության ժամանակ բավականին գոմեր են սարքել։ Մինչև գոմեր սարքել այստեղ մարդիկ են ապրել գետնափոր տնալիներում։ Սա ասեմ մոտեցանք Կիկլոպյան ամերոցին։ Տեսեք ինչ տարածք է, հրաշք։ Հսկայական քարերն իր վրա շարած։ Իմ ջայլոց պոլիսպը անցած անգամ նայեցի երկու շերտ է, առաջին և երկրորդ շերտ, հետո ծովափի կողմը ավելի շատ է։ Այնտեղ առաջին շերտն է։ Ներքևում երկրորդ, երրորդ, չորրորդ շերտերն արդեն։ Նույնիսկ այստեղ ժառախաչ կա։ Տեսեք, սա պոլիսպի հատվածն է։ Տեսնում եք, այս քայտակ ժառախաչեր են քանդակած։ Հեսա մոտեցնեմ, տեսեք։ Սա արդեն պոլիսպի վրա ենք բարձրանում։ Այսպես պոլիսպը շարունակում է առանձին կտորներով։ Խնդրեմ, սա արդեն մյուս կողմ գնացողն է, այսպես իջնում մինչև ծովափ։